Ծանոթ քաղաքացի է Տիկին Անժելա Սարգսյանը, նա նաև եկեղեցու նվիրյալ հավատացյալներից է եւ հիշում եմ, որ հաջողություն Մայրաթորի նաև շուրջ 1 օր ակցիա իրականացրեցիք Մայրաթորի բակում։ Տիկին Անժելա, այսօր Սրբազանի գործով հերթական դատական նիստին ինչ ուղերձով, ինչ ակնկալիքով եք այստեղ։ Ակնկալիք, ճիշտն ասած, իրավական ակնկալիք չունեմ, ուղղակի եկել եմ իմ աջակցությունը հայտնեմ Սրբազանին, մտածում եմ ամոթ եմ ապրում այսքան քիչ մարդկանց համար, ամեն դեպքում ինչքան է չուզենանք ասենք բարձրաձայնենք, բայց ամեն դեպքում կամերաները ֆիքսում են, որ ինչքան քիչ մարդ են, ես միշտ իմ անունից եմ խոսացել, չեմ ուզեցել դիմեմ ժողովրդին մարդկանց չգիտեմ ում, բայց այսօր ասում եմ ամոթ բոլորիդ, ով սուրբ Մյուրոնի կնիկ ունի ու այսօր ստեղ կանգնած չի, գոնե ի սատարում, ակնկալիք չունեմ, բայց գոնե ի սատարում, գոնե եթե կամ իրանց խղճի առաջ պատասխան։ Չգիտեմ, այսօր ստեղ երևի մենք այս process-ի մեջ ենք, այտենց չենք պատկերացնում, իրական իմաստը ինչ է։ Այսօր ստեղ դատում են մեր խիղճը, մեր պատմությունը, մեր հավատը, մեր երկիրը, մեր եկեղեցին, մեր սրբությունները, մեր ամբողջ բարձր արժեքները այսօր դատում են, այստեղ հավաքական է, այնպես չի մենակ Սրբազանի դատն է, հավաքական մեր բոլորի դատն է, դատում են մեր ամբողջ սրբությունները, մեր բարձր արժեքային համակարգը։ Չգիտեմ, ես եկել եմ ստեղ իմ բաժին, իմ խիղճը որ հանգիստ ննա, ես կարենամ ասու առաջ հանգիստ քնեմ, այսօր եկել եմ իմ Գիտեք, մենք ամեն օր մեր տներում, մեր առօրյայի մեջ, մենք ճիշտը որ խոստովանենք, մենք չենք էլ հասցնում, որ ամեն օր հաճախենք եկեղեցի, ամեն օր մասնակցենք, ճիշտ ասենք, ամեն օր ոչ մեկս էլ ի վիճակի չի մասնակցի ժամերգությունների, առավոտյան, երեկոյան, տարբեր օրերի եկեղեցական ծեսերի, տոնական օրերի, բայց մեր հոգևոր դասը, մեր սրբազանները ամեն օրնի բուն, առավոտից երեկո, այդ աղոթքը առաքում են առ Աստված մեր երկրի համար, մեր փրկության համար, մեր հավերժության, հարատևության համար։ Այսօր ես եկել եմ մի կաթիլ իմ բաժինը Սրբազանի այդքան արածով աղոթքների, իմ մի կաթիլ բաժինը ի աջակցություն հետ վերադարձնեմ իրան։ Իսկ դատարանից ես ակնկալիք չունեմ, ես ոնց նայում եմ մեր պատմության մեջ սենց նախադեպ մեկ էլ 37 թվականի այն բռնաճնշումների, այն անանիմկաների ժամանակ եմ հիշում։